Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը համարում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր ու հայտարարություններ, բայց պետք է կենտրոնանալ իրական ձեռքբերումների վրա։ Անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարություններին, թե 20-րդ դարի սկզբից հարական Ռուսաստանի քարտեզներում Հայաստանի ներկայիս տարածքում տեղանունների մեծ մասն ադրբեջանական ծագում ունեն, Ռուբինյանը պարզաբանեց, Ադրբեջանից հնչող հայտարարությունների շեշտադրման որոշակի փոփոխություն կա օգոստոսի 8-ին Վաշինգտոնի պայմանավորվածություններից հետո։ Չենք կարող ասել, որ չեն լինում հայտարարություններ, որոնք համարում ենք ապակառուցողական, այդ հայտարարությունները նշած դրանցից մեկն է։ Եթե հետ գնանք, տեղանունների իմաստով ամենևին մեզ համար ոչ շահեկան վիճակ չենք տեսնի, շատ շահեկան վիճակ կտեսնենք, բայց հետ գնալ պետք չի, պետք է գնալ առաջ։ Եվ դա է խաղաղության ամրապնդման եւ պահպանման ձևը։ Իսկ խաղաղությունն այն է, երբ ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով երկաթուղով ներմուծվում է Հայաստան։ Հիշեցրեց, Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներմուծվում նաև ղազախական ցորենը։ Սա պատմական իրադարձություն է եւ այսպիսի բան վերջի անգամ եղել է 1991 կամ երևի 92 թվականին, այսինքն պատերազմի ակտիվ փուլից առաջ։ Վերջին 30 տարում միակ երկիրը, որի հետ Հայաստանը երկաթուղային կապ է ունեցել, Վրաստանն է, արձանագրեց նա։ Ցորենի Հայաստան ներմուծումը Ադրբեջանի տարածքով շատ կարևոր փաստ է, որը պետք է արձանագրել։ Մենք ունենք պատմական հնարավորություն հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալիզացնելու, անշրջելի դարձնելու եւ երկարատև դարձնելու։ Հարցին իսկ այդ բեռներն արդեն հասել են Հայաստան, թե ոչ, Ռուբինյանը ասաց, կարծում է, որ դեռ ոչ, բայց դրանք ճանապարհին են։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Հայաստանի քաղաքացին ընտրելու է երկարատև խաղաղության եւ մանիպուլյատորների միջև, որոնց իշխանության ժամանակ խաղաղությունը վտանգի տակ կլինի, նկատեց խորհրդարանի փոխնախագահը։ Խաղաղության այժմյա երաշխիքները ըստ նրա Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագիրն է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության ճանաչումը։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։